Գագիկ Ծառուկյանն Արմավիրի մարզում է։ Էջմիածնի Համլետ Պատուրյանի անվան մարզահամալիրում հայրենական սպորտի ղեկավարի պատվին ավանդական ու ջերմ ընդունելություն է։ Պարոն Ծառուկյանին ողջույն։ Այցի առիթը արցախցի Հակոբի խնդրանքն է։ Գագիկ Ծառուկյանը խորհրդանշական վայրում օրեր առաջ էր խոստացել, որ ներկա կլինի փոքրիկ, բայց մեծ ապագայով մարզիկի մենամարտին։ MMA-ում նա հաջողություններ է գրանցում։ Գալուր մրցումներին կան, համեն ես իմ համար մրցում են կազմակերպել, որ կպնեմ ընդեղ դու կաք իմ մրցումներին։ Բայց անպայման կհաղթես որ գամ։ Խոսք եմ տալի, որ անպայման կգամ։ Այս մարզահամալիրի սաները վերջին տարիներին բազմաթիվ հաղթանակների են հասել, ամենաբարձր հարգի մեդալներ նվաճելով տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ Մեր բոլոր չեմպիոնները, այս համալիրի ավելի քան 1500 սաներն ու նրանց ծնողները, նաև մարզի բազմաթիվ բնակիչներ եկել էին ողջունելու ՀԱՕԿ նախագահին։ Միջոցառումը սկսվում է Հայաստանի օրհներգով։ Ապա մեկ րոպե լռությամբ ներկաները հարգում են հանուն հայրենիքի կյանքը տված մեր բոլոր զինվորների, այդ թվում այս մարզադպրոցի սաների հիշատակը։ Սպորտից բացի Պատուրյանի անվան մարզահամալիրում բարձր նշաձողի վրա են պահում հայրենասիրությունն ու կարգապահությունը։ Տնօրենը ներկայացնում է կատարված լայնածավալ աշխատանքի մի մասն ու կարևոր համարում Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, ավանդույթներով հարուստ այս դարբնոցի միջոցառմանը։ Երբ որ հանդիպեցինք պարոն Ծառուկյանին, զրուցել ենք մի քանի րոպե եւ այդ քանի րոպեի ընթացքում պարոն Ծառուկյանի արդեն հաջորդ խոսքը այն էր, որ բոլորով միասին մի գործի շուրջ համախմբենք եւ երիտասարդներից փողոցից կտրենք։ Երիտասարդներին կտրենք այսօրվա թմրադեղերից եւ բոլոր այդպիսի վատ արարքներից, որը որ մեր երկիրը քանդելու է։ Անդրանիկ Կարապետյանը ՀԱՕԿ նախագահին է հանձնում մարզադպրոցի պատվո մեդալը։ Մեր ուժը մեր միասնությունն է, Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոց։ Հանձնում ենք ձեզ։ Հարգելի սիրելի ներկաներ, առաջին հերթին ուզում եմ իսրտել ձեր բոլորի ողջույնը։ Իհարկե ցանկացած մարդ, տեսնելով այսքան երեխաներ, երիտասարդություն, պայծառ, վառ, որը պարապում են, որ ուզում են պիտանի մարդ դառնան, առողջ մարդ դառնան, իրենց երկրի, իրենց պետության համար պատիվը բարձր պահեն, ցանկացած մարդ ուրախանում է, հպարտանում է։ Բոլորս միասին ոչ թե պետք է խոսենք, այլ պետք է անենք, որ մենք կարողանանք ունենալ առողջ երիտասարդություն, առողջ երեխաներ։ Եթե չկա առողջ սերունդ, ուրեմն ոչ մի բան չկա։ Ուրեմն հիմքը պետք է լինի երեխաներից, որոնք փողոցից կտրվեն, կարողանան պարապել, պիտանի մարդ դառնալ, առողջ ուժեղ մարդ լինեն, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, այս խեղճությունից դուրս գանք։ Դա մեզ ոչ սազական է, ոչ էլ պատիվ է բերում։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ ուժեղ երկիր ու առողջ սերունդ ունենալու ճանապարհը պետք է միասնաբար անցնենք։ Համազգային աշխատանքով է հնարավոր միայն ճիշտ ապագա կառուցել։ Կարևորը որ մեր երեխաները փողոցից կտրվեն, կարողանան պիտանի մարդ դառնալ։ Նրանք պետք է զգան, որ արգել չկա։ Եթե ընտանիքը ծանր վիճակում է, գումար չկա պարապելու։ Մենք այդ գումարը պետք է ստեղծենք, ամեն մեկը իր մասով պետք է պիտանի լինի, որ կարողանան մենք լավ ապագա ունենանք։ Առողջ սերունդ, առողջ ապագա։ Առողջ սերունդ չկա, ուրեմն ապագա չկա։ Հիմա արդեն ոչ օլիմպիական ձևերն ենք կազմակերպել, հովանավորում ենք, ֆինանսավորում ենք։ Հիմնական հարցը ոչ թե միայն իմն է, այլ բոլորինս է, մարզիչներին է, ծնողներին է, պետությանն է, որ մենք պետք է գործ անենք, որ մենք ունենանք առողջ սերունդ, ցանկացած հարց, ֆինանսավորել, գույքի համար, ռեմոնտի համար, չեմպիոնների համար, ովքեր կարողանում են գնալ, օլիմպիական, ոչ օլիմպիական կապ չունի։ Պատրաստ ենք ոգևորելու, պարգևատրելու, որ իմանան կա վերաբերվում ուշադրություն։
Եվ որպես հիմնական ուղերձներն ընկալող ու առողջ սերունդ դաստիարակող կազմակերպչի Գագիկ Ծառուկյանը գավաթով է պարգևատրում Անդրանիկ Կարապետյանին։ Դու մեծ աշխատանք ես կատարում, հալալա քեզ դու արդյունքը տեսնում ես, դու մեծ գործ ես կատարում։ Ես ուզում եմ հանձնել։ Քանի որ առիթ է Հակոբն ա եղել, ես ուզում եմ մի հատ էլ օլիմպիական փողոք մեդալ Հակոբին նվիրել։ Ես ինձ ուզում մեդալ եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին, որ նա եկավ, նա խոսքը կատարեց։ Հիմա արդեն երկար սպասված մրցելույթներն են ու ցուցադրական մենամարտերը։ ՀԱՕԿ նախագահը հետևում է մեր մարզիկների ելույթներին, որոնք աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ են։ Էջմիածնում մարզական տոնն ավարտվում է խորհրդանշական լուսանկարով ու ապագայում ավելի շատ հաղթանակների ակնկալիքով։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։